Շոումեն Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Այս ընտանիքը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հրապարակումներով, ցույց տալիս իրենց առօրյայից կադրեր, ինչպես նաև ցույց տալիս, թե ինչպես են ճամփորդում։ Արամ Մելիքյանը վերջին օրերին մի քանի կադրերով էր կիսվում, որոնցով ցույց էր տալիս, թե ինչպես է ինքը պահում փոքրիկ Տիգրանին, քանի որ կինը Լիլիթը ընկերուհիների հետ մեկնել էր Կիպրոս նշելու իր ծննդյան տարեդարձը։ Արամ Մելիքյանը ցույց էր տալիս, թե որքան դժվար էր կազմակերպել փոքրիկ Տիգրանի խնամքը։ Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի օրով ամուսինը պատրաստ էր կնոջ համար գնալ այդ զողողությանը։ 3:30 գիշերին ընտանիքը դիմավորել է մայրիկին։ Նրանք ծաղիկներով գնացել են օդանավակայան, որտեղ նաև զուռնա-դհոլ է հնչել։ Հետաքրքրականն այն է, որ Արամ Մելիքյանը, երբ իրենց որդու Անրիի և դստեր Ստելլայի հետ օդանավակայանում էր, միևնույն ժամանակ իրենց հետ չէր Էլիզը։ Նա միևնույն ժամանակ հրապարակումներ էր անում մարզասրահից, այդպիսով ցույց տալով, որ ինքը ընտանիքի հետ օդանավակայանում չէ։ Ներկայացնում ենք այս կադրերը ձեր ուշադրությանը։ Այսօր տարօրինակ մարդու եւ մնացած նորմալ, նայեք, ոնց հոգեկան եկել ենք մեր մամային դիմավորենք։ Նա կլինի բոլորդ ասեք, որ Անրի մարզերը вообще չի սազում իրան։ Գրեք ցույց կտամ իրան։ Եկել ենք դիմավորենք, եկել ենք դիմավորենք։ Օրեր առաջ լույս աշխարհ են եկել շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանի եղբոր դուստրերը։ Արամ Մելիքյանի եղբոր կինը միանգամից ամուսնուն 2 դուստր է պարգևել։ Նրանք են Ամելիան և Էմիլիան։ Զույգը ուներ 1 դուստր ևս՝ Մանեն։ Ընտանիքը այսօր կերշքեղ կերպով երեխաներին դիմավորել է տանը։ Տատիկն ու պապիկը հարազատները մեծ ոգևորությամբ զարդարել են տունը և հավուր պատշաճի դիմավորել նրանց տանը։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ընտանիքի անդամները, այդ թվում Արամ Մելիքյանը, բավականին հուզված կերպով թե հիվանդանոցում և թե տանը դիմավորում աղջիկներին։ Շնորհավորում ենք ընտանիքին այս հիանալի առիթով և մաղթում երեխաներին երջանիկ մանկություն։
Եկան իմ աղջիկները, գեղեցկուհիներն իրանց թագուհի մամայի հետ։ Այդ դուք բարով եկաք, ձեր ոտը ձեր տուն խեր բերի, խսմատ բերի ձակեր։ Ու ուտին ձեզ։ Բարով եկաք, դու էլ ապրես։ Եկել եմ ձեզ հետ կիսվելու իմ աղջիկների առաջին խաղալիքներով։ ՆԱՏՕ ֆիրմայի այս փամփլիկ բադիկը կապահովի ձագուկներիս անուշ քունը։ Մեր երկրորդ խաղալիքը Գոգի Բեյբի գերմանական ֆիրմայից է։ Այնքան ջերմությամբ ու հոգատարությամբ ենք սպասում մեր ձագուկներին, որ նրանց համար ընտրում ենք լավագույնը։ Օրեր առաջ այցելեցի Max & Lizzy Toys խանութ-սրահ, մի պարզ պատճառով, որ այստեղ ներկայացված են մանկական խաղալիքների լավագույն բրենդերը։ Այստեղ կարծես ինքդ էլ ուզում ես մանկանալ։ Խանութ-սրահը ասեմ, որ հայտնի է իր փայտե խաղալիքների լայն տեսականիով, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են և անվնաս բալիկների համար, այլ նաև զարգացնող են։ Այստեղից կգտնեք բացառապես տարբեր տարիքային երեխաների համար նախատեսված զարգացնող խաղեր, որոնք կփոխանցվեն սերնդե սերունդ։